Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2026-ը լինի պարզ, արդար և հաջողություններով լի տարի։ Ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված և բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Հռոմի պապ Լևոն 14-րդը նամակ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշարյանին, որում շնորհակալություն է հայտնել վերջինիս իր Ստամբուլ այցի ընթացքում Սուրբ Աստվածածին եկեղեցում ջերմ ընդունելության համար։ Այդպիսի պահերը նպաստում են մեր երկու եկեղեցիների միջև եղբայրական կապերի ամրապնդմանն ու խորացմանը, ասված է նամակում։ Հռոմի պապը նաև հավելել է, որ հույսով սպասում է Պոլսո հայոց պատրիարքի հետ հետագա հանդիպումներին։ Թբիլիսի կենտրոնում գտնվող Կիդոբանի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Նախնական տեղեկություններով հրդեհն ընդգրկել է Համալիրի ներսում գտնվող խանութներից մեկը։ Հրդեհի պատճառները ներկայումս պարզվում են։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջների բրիգադները և բարեկային ոստիկանության աշխատակիցները կրակը վերացնելու և անվտանգությունն ապահովելու համար։ Հաղորդվում է, որ շենքից տարհանվել է 20 մարդ։ Տուժածներ չկան, այրվել է 300 քառակուսի մետր ռեստորանային տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Միացյալ Թագավորության հեղինակավոր The Paper պարբերականը հրապարակել է հոդված Հայաստանի մասին, Երևանը ներկայացնելով քաղաքային զբոսայգիներով, բազմազան շուկաներով և հանրային արվեստով հնագույն վարդագույն քաղաք։ Հոդվածում ընդգծվում է Երևանի կենսունակ մթնոլորտը, վարդագույն տուֆից կառուցված ճարտարապետությունը, խորհրդանշական տեսաժանվայրերը, հանրապետության հրապարակը և Կասկադ համալիրը, ինչպես նաև քաղաքի խոհանոցը, մշակույթը և ջերմ հյուրընկալությունը Հայաստանը ներկայացնելով որպես յուրահատուկ և մատչելի զբոսաշրջային ուղղություն։ Հոդվածում ասվում է. Հենդելի երաժշտական ստեղծագործությունը լողում է նեոկլասիկական հրապարակում, ամբողջը ցնծում է, երբ ինքնաթիռներ են երկինք բարձրանում, իսկ տեսախցիկները լուսավորում են հրապարակի շրջակայքի շենքերը։ Այնուամենայնիվ Երևանը, որը հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 782 թվականին, աշխարհի ամենահին մշտապես բնակեցված քաղաքներից մեկն է և այսօր այն ունի հզոր էներգիա։ Հայաստանի մշակութային ինքնության մասին պատկերացում կազմելու համար ամբողջ քաղաքով գնում ես դեպի հսկայական վերնիսաժ, որտեղ պատերին, վաճառասեղաններին և կայանված մեքենաներին ցուցադրվում են ամենատարբեր ապրանքները՝ ձեռագործ աշխատանքներ, շախմատի հավաքածուներ, նարդու տախտակներ, զարդեր, գրքեր և նկարներ կարելի է գտնել այստեղ։ Քաղաքի հմայքի և կենսուրախության հետևում թաքնված են պատմության ստվերները։ Ադրբեջանը 2026 թվականի բանակի բյուջեն մեծացնում է, մինչդեռ Փաշինյանը տարված է երկրում հակաեկեղեցական արշավի ստեղծմամբ ու զարգացումներով։ Ադրբեջանը շարունակում է զինվեր մեծացնելով իր անվտանգային բյուջեն։ Նշվում է, Պաշտպանության և ազգային անվտանգության, դատական իշխանության, իրավապահ մարմինների և դատախազության ծախսերը այս տարի 4%-ով ավելի են, քան կանխատեսվել է 2025 թվականի համար։ Ադրբեջանի 2026 թվականի պետական բյուջեում այս ոլորտների համար նախատեսվել է ընդհանուր ծախսերի 28.9% կամ 12 միլիարդ 53.9 միլիոն մանաթ։ Դա 465.6 միլիոն մանաթով կամ 4%-ով ավելի է 2025 թվականի կանխատեսման համեմատ։ Պաշտպանության և ազգային անվտանգության ֆինանսավորմանը կողմի 8 միլիարդ, դատական իշխանության, իրավապահ մարմինների և դատախազության պահպանմանը 3 միլիարդ մանաթ։ Ինքներդ ձեր նկատմամբ հավատը ձեզ դարձնում է սուպերմեն։ Նման կարծիքի են նյարդաբանները։ Ուղեղը չի տարբերակում իրականությունն ու երևակայությունը։ Եթե դուք պարբերաբար պտտվում եք մեկ մտքի շուրջ, նեյրոնների միջև ձևավորվում են կայուն կապեր։ Գիտնականներն այն անվանում են նեյրոպլաստիկություն։ Օրինակ, եթե դուք կրկնում եք «ինձ մոտ չի ստացվի», ուղեղը ձեզ ձախողման կտանի։ Ինքներդ ձեզ ասեք. «Ես գլուխ կհանեմ», երազեք հարստության և ուժի մասին։ Ուղեղը կստիպի ենթագիտակցությանը շարժվել դեպի ցանկալի նպատակը։ Նյարդաբանները հավաստում են, կենտրոնացումն աշխատում է նույնիսկ անհանգստության դեպքում։ Ապօրինի ճանապարհով Հայաստան ներմուծված 1 տոննա կոկային տեսակի թմրամիջոցներ կրելու գործը 2025 թվականի դեկտեմբերի 17-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Արդեն կայացել է առաջին դատական նիստը։
Մեղադրանք է առաջադրվել 5 անձի։ Մասնավորապես մեղադրանք է առաջադրվել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, նախկին падգամավոր Միհրան Պողոսյանի, Մրգենի ՍՊ-ի տնօրեն Լևոն Աթաջանյանին, նույն ընկերության գնումների եւ ներմուծումների բաժնի պետ Մելիթ Աղազարյանին, Սամվել Գալուստյանին եւ Գագիկ Բադալյանին։ Նշված անձինք մեղադրվում են խմբի կազմում նախնական համաձայնությամբ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով կոկային տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ մաքսային հսկողությունից թաքցնելով պետական սահմանով ապօրինի առանձնապես խոշոր չափերով կոկային տեսակի թմրամիջոց տեղափոխելու համար։ Նշենք, Մրգենի ՍՊ-ն հիմնադրվել է հեղափոխությունից հետո 2018 թվականի հուլիսի 27-ին, ինչը քաղաքական առումով գործին հավելում է լրացուցիչ ստվեր։ Սկզբում հաղորդվեց 1 տոննա կոկային է հայտնաբերվել, ապա ԱԱԾ տնօրեն Աժոն հստակեցրեց իրական քաշը 788 կիլոգրամ է, 42 արկղ, յուրաքանչյուրը 20-ից 25 կիլոգրամ, որը հաստատվել էր փորձաքննությամբ, բայց գործի ճշգրտումը չփրկեց իրավապահ համակարգին իրավական քաոսից։ Մոտ 2 տարի քննչական կոմիտեն չուներ հստակ ճանապարհ՝ գործը տանի դատարան, թե դադարեցնի հետապնդումը։ Արդյունքում գործը մտավ դատարան։ Փաստացի 1 տոննա կոկայինային գործը դատանում է, իսկ ընկերության ղեկավարները, որի միջոցով թմրանյութը հայտնվեց Հայաստան, չկան։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։